Բալետի և ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Ռաշիդ Կարապետյանի հզոր գենը կրող հայ պարուհի, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Աննա Ռաշիդի Կարապետյանը, որն էլ այդ ստեղծարար գենը փոխանցել է դստերը Էլեն Հարությունյանին, Գենոֆոնդով հայերը հաղորդաշարի շրջանակներում ներկայացնում է տարբեր ոլորտներում նշանակալի ներդրումներ ու ձեռքբերումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամներին։ Հաղորդաշարը ներկայացնում է այն արժեքային ժառանգությունը, որը սերունդներին կապում է միմյանց և պահպանում հայկական գենոֆոնդը աշխարհի տարբեր անկյուններում։ Գենոֆոնդով հայերը հաղորդաշարի այս եթերաշրջանի առաջին հյուրերն են։ Ջութակահար Մերուժան Մարգարյանը և վերջինիս կինը, պարարվեստի ներկայացուցիչ, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հասմիկ Մարգարյանը։ Բարև ձեզ Ելակետի Գենոֆոնդով հայերը հաղորդաշարի սիրելի հետևորդներ։ Գենոֆոնդով հայերը հաղորդաշարը այսօր իր անդրանիկ հաղորդումն է ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Այսօր հյուր եմ հրավիրել ինձ համար շատ սիրելի արվեստագետների, որոնք իրենց ուրույն աշխատանքն ու գործունեությունն են ունեցել թե հայրենիքում, թե Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Զրուցելու ենք Մերուժան եւ Հասմիկ Մարգարյանների հետ։ Բարև սիրելի ընկերներ, ինչպե՞ս եք։ Ողջույն, սիրելի։ Շատ շնորհակալ եմ, որ հրավերս ընդունեցիք։ Ուզում եմ զրուցել առաջինը քեզ հետ, Մերուժան ջան, որովհետև դու ունես մեծ գենետիկ ուժ, որը գալիս է քո հայրիկից, Եղիշե Մարգարյանից, մի մարդուց, որ իր ամբողջ կյանքում արարել, ստեղծագործել եւ իր ուրույն ուժն է ունեցել հենց ազգային երաժշտության գործիքների վրա նվագելով եւ լուսաբանելով երաժշտությունը եւ գործիքները։ Ուզում եմ պատմես հայրիկիդ մասին, ուզում եմ պատմես արդյոք մայրդ արվեստագետ էր թե ոչ եւ շատ կուզեի իմանալ ով է ձեր ընտանիքում եղել խթանիչ ուժը, որ դուք լինելով 4 զավակներ, 4-ից 3-ը դարձել եք այսպիսի հրաշալի արվեստագետներ։ Ծնվել եմ ես մի հայ ընտանիքում, որը պապաս երաժիշտ, մամաս երաժշտասեր, մեծ աճող մեծ աստղով մամաս էր։ Պապաս ժողովրդական գործիքների վրա էր նվագում, Դուդուկշևի կլարնետ, աշխատում էր ավտոդողերի գործարանի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար եւ այդ ավտոդողերի ժողովրդների համերգային շրջագործությունների գնում այդտեղից լաուրեատներ էր ստացել եւ պապան ուներ արվեստի վաստակավոր գործիչ տիտղոստ ուներ եւ նման մի ամբողջ մեծ տուփ պատվոգրեր ես իմ շնորհակալագրեր, ես իմ նկարներ տարբեր մարդկանց հետ տարբեր ժամանակներում արժանացել էր այդ պատվոգրերին եւ գնահատանքին։ Ինձ շատ հետաքրքիր է, այսինքն ջութակ գործիքը դա շատ կարեւորագույն դասական մտածողության գործիք է, որը 16-րդ դարում Իտալիայում է ծնվել, ծնունդ առել, եւ ինձ հետաքրքիր է հայրդ ձեզ ուղղորդեց, թե մայրդ էր սիրում այդ լարային գործիքը, բնականաբար այն շատ ավելի հուզումնալից գործիք է, որի ոնց որ ելևէջները ցանկացածի սրտում առաջացնում է սեր եւ ներդաշնակություն։ Ինչպես ստացվեց, որ դու եւ քո զույգ եղբայրը Վարուժանը սկսեցիք նվագել այդ գործիքը։ Պապային գերական շրջապատը երաժիշտների, մեկ ասում է ջութակի պիտի ասում է դաշնամուրի, մաման ուզում էր, մամայի սիրած գործիքը մանդոլինն էր, ճիշտ ասած։ Երաժշտական դպրոցում մենք ընդունվեցինք դաշնամուրի բաժին, որովհետև մեր տվյալները ուժեղ էին, այն ժամանակ դաշնամուրի բաժին ավելի դժվար էր ընդունվելը, քան ջութակի։ Հետո մեր դասատուն տեսավ այնտեղ մեզ, հենց քննության ժամանակ վերջից մեզ տարավ ջութակի դասարան։ Բայց մամայիս, պապայիս սրտով եղավ, որովհետև ջութակով մենք շատ առաջ գնացինք։ Սկզբից դժվար էր, մենք մի քիչ չարություններ էինք անում, սկզբից ջութակով այդ սկսում ենք իրար հետ շաշկի խաղալ, ջութակները ջարդել միջոցներով, բայց հետո մի քիչ լրջացանք, տեսանք 4-5-րդ դասարանում արդեն լուրջ համերգների, կոնկուրսների, որ մասնակցեցինք, արդեն հասկացանք դրա գինը, դրա ուրիշ աշխարհ լինելը, անգամ այս բակերից էլ կտրեց մտածելակերպն է փոխեց։ Ճիշտ է, այդ process-ը մենք այդպես չհասկացանք, բայց մենք հասկացանք, որ այնտեղ էլ հետաքրքիր չի մեզ հետաքրքիր ավելի երաժշտական կյանքում մտնել խորանալ։ Տես ասում եմ փաստորեն մանդոլինը նույնպես երաժշտական լարային գործիք է եղել, որը մայրդ սիրել է եւ վերջի վերջո եկել եք հանգել եք ջութակին, որը ձեր կյանքը ամբողջովին փոխել է։ Փաստորեն բակից է կտրել, ավելի դասական մտածողություն է տվել, ավելի լրջացրել է եւ հետո որ դպրոցը սովորեցիք, հետո ինչպես շարունակեցիք։ Ընդունվեցինք Տիգրանյան դպրոցի 3-րդ մասում,
Տիգրանյան դպրոցը մենք սովորեցինք, ավարտեցինք մենք 8 դասարան մնացինք։ Մեր դասատուն տենց պահեց մեզ 8-րդ դասարան, որ մենք ավելորդ տարի ունենք, որ մյուստեղ ուսումնարանի կամ ուրիշ տեղ գնալու համար 8-րդ դասարան մնացինք։ Դրանից հետո տեղափոխվեցինք մանկավարժական ինստիտուտ, ինստիտուտից հետո Վարուժան աղբերս գնաց կոնսերվատորիա, ես գնացի ռեստորան։ Ես գնացի շարունակեցի, ոճս փոխեցի, որ այդ ժամանակ դուրս էր եկել Կարապետ Հայրապետյանը, դե մեր տանն էլ անդադ ժողովրդական գործիքների, երգերի, պարերի, խնջույքների ժողովրդական երաժշտությունի մեջ կար էլի տեսակ։ Կարապետ Հայրապետյանը ինձ ոնց որ կրակ տվեց, բան տվեց, որ ես էլ զբաղվեմ, ես էլ իմանամ դրանք։ Եվ ես այդ երգերը, որ լսել եմ մեր տանը, Հովհաննես Բադալյան, Վայլա Սամվելյան, Պապին Պողոսյան, Շիրակյան Խաչիկ, Ռաֆի Հովհաննեսյան պապայի ընկերներ, հա նման մարդիկ մեր տունը շատ են, դրա համար այդ ժողովրդական երգը ես ավելի լավ էի զգում։ Ու այտենց կարոնից առիթ եղավ, որ ես ջութակով սկսեմ ժողովրդական երգեր, նաև ժողովրդական երգեր նվագեմ։ Այտենց կյանքը տարավ իր ջրերով բերեց հասցրեց Ամերիկա։ Փաստորեն Վարուժանը կոնսերվատորիայում հենց ջութակի բաժին ավարտեց։ Ջութակը եւ վոկալը ավարտեց։ Եվ վոկալն ավարտեց, որտեղ որքանով ես հիշում եմ, ինքը նաև շատ լավ ձայն ուներ։ Խնջույքում նվագելն էլ հեշտ չէ։ Ես գիտեմ, որ շատ երաժիշտներ, հատկապես ջութակահարներ կան, որ շատ գեղեցիկ նվագում են նոտաներով, բայց այսպես խնջույքային, ավելի արտիստիկ, էստրադային գործեր չեն կարողանում նվագել, այսինքն երբ նոտան չկա, արդեն դժվար է, սա այլ արդեն յուրահատուկ զգացողություն է, յուրահատուկ մտածողություն է երաժշտության մեջ, քո ուղղությունը նույնպես։ Հետո ես շատ կուզեմ, որ պատմես քո քույրիկի մասին, որովհետև քույրդ նույնպես արվեստագետ էր եւ ինչպես ստացվեց նրա աշխատանքային գործունեությունը։ Քույրս էլ ընդունվեց Տիգրանյան դպրոցը Թավջութակի բաժին, հետո ավարտեց, բայց ինքը դարձավ երգչուհի։ Այն ժամանակ Էդգար Հովհաննեսյանի կամերային խորը կար, քույրս այնտեղ սոլիստ էր աշխատում։ Հետո փոխվեց Թոփիկյանի խումբը, այտենց ինքը երգչուհի էր, մենակատար էր։ Հիմա էլ ձայնագրություններ կա։ Քույրս երգչուհի է։ Բայց ինչ հետաքրքիր է, փաստորեն քույրդ էլ Թավջութակի բաժինն է փաստորեն ավարտել։ Այսինքն ամեն դեպքում ընտանիքում այս դասական ավելի բարձր սանդղակը եղել է այսպիսի գործիքներ, երաժշտական այսպիսի գործիքներ, որոնք ոչ բոլորն էին համաձայնվում ընկալել եւ այդ գործիքների վրա աշխատել։ Ես կարծում եմ դա շատ ավելի աշխատասիրության, ձգտումի եւ նվիրումի գործիքներ էին։ Ճիշտ եմ թե ոչ։ 100% ճիշտ է, հետո այնտեղ Երևանում մի բան կար, որ բոլորը պարտադիր տան մեջ գոնե դաշնամուր կամ երաժշտական գործիք պետք է ունենային։ Եթե ունենում էին, պետք է գնային երաժշտական դպրոց սովորելու։ Գործիքը պարապ չէին թողում։ Բոլորը հարևանները իմ երեխան գնաց, քո երեխան գնա, իմ երեխան չգնա, այսպես մի հատ լավ բան կար այն տարիներին։ Մենք էլ դրանից հետ չմնացինք։ Այո, ճիշտ ես ասում, դա շատ մի լավ բան էր, որ երեխաները ի սկզբանե բոլորը ունենում էին ինչ-որ երաժշտական կրթություն, որը կարծում եմ թույլ չէր տա մարդուն վատ արարքի, այսինքն դա մի ուրիշ աշխարհ է, որը քեզ տանում է դեպի ավելի բարձր գաղափարներ։ Այս պահին ես կուզեմ նաև անդրադառնալ իմ շատ սիրելի ընկերուհուն Հասմիկին, որի հետ երկար տարիներ աշխատել, սովորել ենք Պարարվեստի դպրոցում։ Խնդրեմ իհարկե։ Այո, եթե թույլ կտաք։ Հասմիկի հետ 11 տարի նույն դասարանում սովորեցինք եւ բալետի բաժինը ավարտեցինք Հայաստանում։ Հասմիկ ջան, ես հիմա քանի որ զրույցս գնում էր Մերուժանի հետ, խնդրում եմ որպես ընտանիքի արվեստագետ հարսիկ խոսես այն զրույցների մասին, այն հետաքրքիր պատմությունների մասին, որը միգուցե Մերուժանի մայրն է պատմել, հայրն է պատմել, միգուցե հետաքրքիր զավեշտալի պատմություններ են եղել, քանի որ նրանք զույգ եղբայրներ էին, եղել են այդպիսի դեպքեր։ Իհարկե եղել են։ Երեկոները, երբ որ կնստեինք զրույցի, կեսուրս միշտ կպատմեր, թե ինչպես էր երազում, որ իր զույգ զավակներին տեսնի բեմի վրա։ Անկողնում պարկած ինչ-որ մի ժամանակ հիվանդ նա կարդացել էր գիրք Պագանինիի մասին եւ ասում էր երազանքս էր, որ իմ զույգ զավակներին տեսնեմ բեմում միասին նվագելիս, ոչ միայն Հայաստանի մասշտաբով, այլև համաշխարհային։
Եվ իր երազանքը կատարածվեց երկար տարիներ, եւ նա պատմում էր, որ հատուկ ուշադրություն էր դարձնում նրանց կրթության վրա, երբ որ չէին պարապում, նա ստիպում էր անպայման պարապել, համերգներին գեղեցիկ շապիկներ էր կարում նրանց համար, այսպես ինքը շատ լավ դերձակ էր, եւ հատուկ հագուստներ էր պատրաստում զույգ զավակներին բեմում գեղեցիկ տեսնելու համար, եւ ասում էր, որ դա երազանք էր։ Պատմում էր նաև, որ երբ որ հյուրեր էին գալիս, գիտեք Հայաստանում երբեմն հյուրերը ուղակի կգային առանց զանգահարելու, դուռը կթակեին։ Մշտապես դա մեջ սիրելի։ Այո, դա շատ լավ սովորույթ էր, ասում էր, երբեմն հյուրերը կգային եւ այնպես կլիներ, որ սկեսուրս եւ սկեսրարս տանը չէին լինի, Մերուժանը, Վարուժանը, քույրը եւ նույնիսկ մեծ եղբայրը տունը կլինեին, դե ինչ անեին երեխաներն, պետք է հյուրերին զբաղեցնեին, ասում է կնստեին, մեկը դաշնամուր կնվագեր, Մերուժանը ջութակ կնվագեր, Մարինեն կերքեր, Անդրանիկը մեծ եղբայրը կսկսեր իր գործիքը նվագել կամ սեղանի վրա ուղակի դհոլ խփել եւ այսպես ասում է ժամերով կզբաղեցնեին մեր հյուրերին, միջև մենք կգայինք տուն։ Մամանք էլ հողամաս էին գնացել։ Հա, նրանք էլ հողամաս դե ճանապարհ էր, միջև գնային գային, այսպես ասում եմ դեպքեր շատ են եղել եւ հյուրերը հրճվանքից այսպես ապշահար կլինեին, թե ինչ երեխաներ են մեծանում այս տանը։ Դե փաստորեն իրենք մեծ օրկեստր են ստեղծել իրենց ընտանիքում, փոքրիկ ընտանիքում մեծ օրկեստր, որոնք կարողացել են մեկը մյուսին լրացնելով զբաղեցնել, այսինքն ի սկզբանե այդ հանդիսատեսը թեկուզ հասարակ ժողովրդից, ձեր ընտանիքից, ընկերներից, բայց դուք ունեցել եք փաստորեն Մերուժան ջան, ձեր տանը այդ գեղեցիկ հանդիսատեսը, որը հետագայում դարձել է ավելի մեծ բեմեր, ավելի հետաքրքիր ուրեմն սրահներ։ Մենք որ սկսում ենք պարապել, դե ջութակ, մեծ եղբայրս կանտրաբաս էր այն ժամանակ նվագում, մի հատ կանտրաբասով նվագում էր, մեր բաժակները գնում գալիս էին էլի։ Մենք որ սկսում ենք պարապել, քուրս երգում էր, մենք առանձին սենյակում այնտեղ մեր հարևանները մեկը ուրախանում, մեկն ասում են դե գելուխներս տարակ էրիկա, բայց այդ էր պետք է պարապեինք։ Մանավանդ երբ որ կոնկուրսներ բաների մասնակցում էինք։ Եվ հետո գիտես հիմա որ ասացիր այդ հարևանների պահը, հիշեցի որ մեր ընտանիքում էլ դե բնականաբար բոլորս պարողներ էինք, բարբերաբար եղբայրս թռնում էր, պարում էր կամ ես եւ այլն բողոքում էին տակի հարևանները, հիշեցի այդ ծավեշտալի պատմությունը, մի օր դուրը բացարեցին բողոքելու պահներ, մայրս ասեց մենք արվեստագետներն ենք, մեր մուսան որ ժամին գա մենք պետք է պարենք, ու ասենց հայրիկիս հետ սկսեց ինչ որ մի պարել, այսինքն ձեր մուսան որ ժամին գալիս էր, նվագում էիք ու երգում էիք փաստորեն ընտանիքում։ Փոքրիկ համերգեր էլի, իրենց տանը խնջույքները վերածվում էին փոքրիկ համերգի եւ շատ գեղեցիկ, այսպես անմիջական, շատ գեղեցիկ փոքրիկ համերգներ էին, որ ես էլ բախտ ունեցա միանալ մասնակցել։ Այո, դարձար մասնիկի իրենց համերգային ընտանիքի։ Այո, պարող չունեին, պարողն էլ ավելացավ։ Պարողն էլ ավելացավ, այո։ Դե հիմա Հասմիկ ջան, կուզեմ անպայման նաև խոսես քո արտիստիկ աշխարհի մասին։ Անշուշտ այս պահին դադար ունես պարարվեստի հետ կապված, բայց հասիր այդ դադարին, անդրադարձիր նաև այսօր ինչ ես անում եւ ինչպես ես կրթում Լոս Անջելեսում շատ հայ զավակների, բայց կուզեմ անցածը ճանապարհ ասես, բնականաբար դպրոց ավարտեցինք միասին եւ ամեն մեկս գործուղվեցինք ինչ որ տարբեր թատրոններ աշխատանքի, հիմա սկսեր քո թատրոնի աշխատանքի։ Ավարտելով բալետի բաժինը ես գործուղվեցի Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, դե դու ճանապարհդ արդեն դեպի Պարիպետական անսամբլ 5 տարի աշխատեցի Պարոնյանի անվան թատրոնում, դա ինձ համար հիասքանչ տարիներ էին, որովհետև ծանոթացա Կարպ Խաչվանյան, Սվետլանա Գրիգորյան, Մելինե Համամջան եւ մնացած բոլոր մեր հիասքանչ դերասանների հետ։ Եվ այնպես ստացվեց, դե իհարկե այնտեղ գործուղվեցի որպես պարուհի։ Մենք առանձին պարի խումբ ունեինք, երգչախումբ, նվագախումբ եւ դերասանական անձնակազմը։ Այնպես ստացվեց, որ ձմեռները տոնածառային ներկայացումներին իրենց ջունանուշիկ էր պետք։ Ինձ նայելով ասեցին համապատասխան ես կարող ես ջունանուշիկ խաղալ։ Երբ որ ջունանուշիկ էի խաղում, դե ստիպված պետք է խոսեի։ Դե պարողներս մենք չենք խոսում բեմից, բայց իրենց ջունանուշիկը պետք է խոսեր, երեխաների հետ շփվեր, ձմեռ պապիկի հետ, այսպես անցկացներ, համերգի վերջը։ Դերասաններից մեկը նկատեց դա եւ երբ որ Ատամնաբուժ Արևելյան ներկայացումներ բեմադրվում, իրենց պետք էր Ատամնաբուժի աղջկա դերակատար,
Այդ ժամանակ երիտասարդ դերասանուհի չկար թատրոնում կարծես, թե դերասաններից մեկ առաջարկեց, ասեց Հասմիկին ընտրեք, ինքը շատ լավ ջունանուշիկ էր, կարող է Տամնաբուժ Նարևելյան ներկայացման մեջ Երանյակի դերը խաղալ, եւ այդպես կանչեց ռեժիսորը, խոսեցինք, ընտրեցին այդ դերում եւ ես սկսեցի դերեր էլ խաղալ, բացի այն, որ պարում էի, դա իհարկե հիասքանչ մի բան էր, երազանք էր կարծես հայտնի դերասանների կողքին խաղալ։ Այդպես էլ իմ ուղղությունը մի քիչ թեքվեց, բայց եկան տարիներ, որ եկանք Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այստեղ բացարձակապես փոխվեց մասնագիտությունս, դարձա տարրական դպրոցի եւ քոլեջի ուսուցչուհի։ Սակայն արվեստը միշտ մնալով մեջս, ես չհրաժարվեցի այսօր իմ աշակերտների հետ բեմադրություններ կատարել, օրինակ եթե մեր տարրական դպրոցում համերգ ենք բեմադրում, տաղանդների, շնորհալիների ակումբ ունենք, այնտեղ բեմադրություններ են պետք, անպայման ես եմ դրանք անում, շատ գեղեցիկ ներկայացումներ ենք ունեցել, ժողովրդ բաժնից եկել են, տեսել են, հավանել են, վկայագրեր են տվել եւ այդպես արվեստը չի վերջացել։ Չի վերջացել քո մեջ։ Չի վերջանում։ Հասմիկ ջան, փաստորեն այդպիսի տաղանդավոր արվեստագետների, ինչպիսին Կարփ Խաչվանքյանն էր, Տիկին Սվետլանան էր, նրանց հետ աշխատելը դա մեծ առավելություն է ցանկացած մարդու համար, ստեղծագործել նրանց կողքին, լսել, ընկալել նրանց շունչը, նրանց արտիստիկ ոճը, շատ ավելի ուրիշ ներդրում է ունեցել քո հոգում։ Ես մտածում եմ, որ այն այսօր իր գեղեցիկ պտուղներն է տալիս, որ դու կարողանում ես այստեղ Սփյուռքում ապրող եւ գործող հայ զավակներին կրթել ավելի ոչ միայն հումանիտար առարկանելով, այլ նաեւ հոգեվոր եւ արտիստիկ մտածողությամբ։ Դե իհարկե առանց կրթության ես չէի կարող դառնալ մասսայական դպրոցում ուսուցչուհի, այստեղ ես գնացի նախ եւ առաջ լեզու սովորելու սկզբնական շրջանում, հետո գնացի քոլեջ, տեղափոխվեցի Նորթրիչի համալսարան, այնտեղ ավարտեցի Liberal Studies ազատ կրթություն բաժինը, հետո մագիստրատուրա եք ասում, մենք master's degree ենք ասում, գնացի master's degree-ն էլ ավարտեցի եւ այդպես ընդունվեցի տարրական դպրոց որպես երկլեզու ուսուցչուհի, քանի որ Գլենդելում գոյություն ունեն երկու դպրոցներ, որտեղ դասավանդվում են եւ հայերեն եւ անգլերեն միաժամանակ, բոլոր քննությունները հանձնելուց հետո մասնագիտական այդ կրթությունը ստացա, որ երկու լեզու կարողանամ դասավանդել այսօր Գլենդելում եւ կրթում ենք մեր հայ երեխաներին բացի անգլերեն լեզվից, հայերեն, հայկական մշակույթ, պատմություն եւ այժմ նաեւ պար, գիր ու գրականություն եւ նաեւ քոլեջում էլ նորեկներին, նոր եկած էմիգրանտներին սովորեցնում եմ անգլերեն։ Այն փորձը, որ ես եմ ձեռք բերել անգլերեն սովորելով, ես կարողանում եմ իմ անձնական փորձով իրենց օգնել, որպեսզի իրենք էլ անգլերեն սովորեն եւ դռները բաց են Ամերիկայում իրենց առաջ շարունակելու իրենց կրթությունը, որտեղ որ կկամենան։ Կեցես իմ սիրելի ընկերուհի, սա մեծ ճանապարհ է, որ անցել ես, ես պատանում եմ քեզանով, որ ամբողջական կյանքդ փոխեցիր եւ անցար այդ ճանապարհը։ Իսկ այս պահին հիմա ուզում եմ նաեւ ինձ համար հումորային շատ մի քանի բաներ, Մեժան դու ունես այդ հումորը, խնդրում եմ պատմես, ինչեր են եղել, երբ որ դու եղբայրդ շատ նման էիք եւ եղել են դեպքեր, որ նման են լինում, ինչ որ լինում են, չէ՞, հետաքրքիր պատմություններ, հիշում ես ինչ որ մի բան։ Պատմությունները շատ են։ Դե սկսեմ նրանից, որ դպրոցում ինքն էր իմ տեղաքննությունները տալի։ Հետո դասը պատասխանում էր։ Մի հատ քիմիայի դասատուն ունենք, որ գիտեր, որ մենք պետք է փոխենք։ Մատը դնում էր իմ վրա, ասում Մերուժան, դու ես, հիմա դու ես գալի, միջև այստեղ կնշեր, մենք բրազ այնտեղ փոխվում էինք։ Այդպես տեղս պատասխանում էր, տասի քննություններ հետո ինստիտուտ ընդունելու քննությունները վարուժ տեղս։ Բայց ամենաուժեղ պատմությունը ես միշտ եմ պատմում, որ մեր կյանքում շատ բաներ ա տենց եղել, բայց այս նմանության, դե մեր կյանքը նման է ամեն ինչը իրան, մենք զույգեր ենք, մեր կյանքի այդ ընթացքն է նման։ Մի տարի ես գնացի Երևան, հետո վարուժը այդ ժամանակ Երուսաղեմում էր, Երուսաղեմից եկավ Երևան, որ այդ ընթացքում պապայիս ընկեր եկավ, ասեց, այս տղա ջան, այդում ես Երևան, այս ֆոտոապարատը վերցրու, պապատ հորս գերեզմանի տեղը գիտի, գնացեք այս ֆոտոապարատով կնկարեք, հետո հետ կգաք, կբերես ես ինձ կտաս։ Ասի լավ հարուտ չէ, տենց վերցեցի Հայաստան, այդ ժամանակ վարուժ Երուսաղեմից եկավ,
Չեմոդանը բացեց, sense ապարատ, sense Olympus ապարատները նոր էին դուրս եկել։ Ասի, «Վայ, այս ինչ լավ ապարատը նոր է դուրս եկել», ասեց, «Սուս, գլխիս ասի, բան բերեցին գլխիս, ասի, ինչի մար»։ Ասեց, «Վերջի րոպեին մեկ եկավ ապարատը տվեց, ասեց, գնա հորս գերեզման նկարի բեր»։ Անհավանական մի բան է, բայց Երկրորդ օրը գնացինք պապայի հետ նկարներն արեցինք, ուղարկեցինք։ Եթե հանկարծ ես կամ կոֆեի բաժակ, կամ դանակ տանը Երևան, Վարուժան պայման դեղից այդ նույն բանից կոֆեի բաժակներ կամ դանակներ։ Իսկ լինում են դեպքեր, որ ասենք թե ես լսել եմ այսպիսի մի բան, որ ասենք եթե եղբայրը հիվանդ է, կապ չունի ինքը ուրիշ քաղաքում է, կարծես դու ես այդ ցավը, այդ հիվանդության այդ բաները զգում, կամ նման մի բան, թե դա երևակայություն է։ Չէ, երևակայություն չէ, դենց է, մենք իրար զգում ենք։ Շատ նման ենք, չէ, ներքին ցանկությունները նույնն է մեր։ Իսկ հետաքրքիր առաջին ով է ծնունդով, առաջին դրս ծնվել թե Վարուժ 15 րոպե ինձանից մեծ է։ Ես գիտեմ զույգեր, որ 5 րոպեի տարբերություն ունեն, բայց արդեն որ ինքը գիտեր, որ ինքը 5 րոպեի տարբերություն, ասում է, չես ամաչում, մեծ աղբորդ ասածը չես լսում։ Այդպես դեպք գիտեմ։ Հա, չէ, ես էի մեծ աղբերը։ Հա, մեծ աղբերը դու ես։ Հարցս ուզում եմ նաև ուղղել Հասմիկ ջան քեզ, ձեր ունեք երկու զավակներ, որոնք այսօր ամուսնացած են, իրենք էլ իրենց զավակներն ունեն, արդյոք նրանք ինչ որ արվեստի ճյուղ ընտրել են կամ զբաղվել են։ Դե իհարկե չէին կարող զերծ մնալ իրենք արվեստից, այո, փոքր ժամանակ նրանք երկուսն էլ մասնակցում էին, երաժշտական դպրոց էին գնում, մասնավոր։ Մեծ զավակս ջութակ էր սիրում, ջութակ էր նվագում, նույնիսկ միջնակարգ դպրոցում առաջին ջութակ էր նստած այդ նվագախմբում իրենց դպրոցի, սիրում էր ջութակ, մինչև հիմա, եթե ջութակը տեսնում է այնտեղ դրված, հոր ջութակը գնում է վերցնում է եւ սկսում է նվագել այն ինչ որ հիշում է դպրոցական տարիներից։ Փոքրս էլ սկզբից դաշնամուր սկսեց նվագել, հետո փոխվեց կիթառի, շատ էր սիրում, մինչև հիմա էլ նվագում է, բայց դրանք մնացին որպես հոբիներ։ Հիմնական մասնագիտություն չդարձան, նրանք գնացին երկուսն էլ ավարտեցին, տարբեր մասնագետներ դարձան, բայց երաժշտություն սիրում են, իրենց մեջ է ուղղակի որպես երկրորդական է դա իրենց համար։ Մեզ է պետք, որ իրանք երաժշտություն սիրեն, լավ նվագ, լավ մարդիկ դառնան, սիրեն, հասկանան, գնահատեն, ճանաչեն երևի, բայց մնացածը երևի իրենք էլ իրենց կյանքի ուղին ընտրեցին։ Իրենք իրենց ուղին ընտրեցին, մեծս բացի շատ որ սիրում է ջութակ, նաև սիրում է տեխնոլոգիա, անպայման պապայի կողքին կանգնած է, պապային ինչ գործիք է պետք, ինչ թել, ինչ, չգիտեմ, երաժշտության հետ կապված այդ, հա, բարձրախոսների հետ կապված ինչ որ բաներ, անպայման օգնում է, բայց իրենց համար դա հոբի մնաց ուղղակի, այստեղ իրենք ավարտեցին, դարձան բացարձակ տարբեր մասնագետներ, ունեն իրենց ընտանիքները, ամուսնացած են, հասուն տղամարդիկ են, մենք էլ ուրախանում ու վայելում ենք իրենց կանանց հետ միասին։ Ուզում անպայման նաև Հասմիկ ջան դու պատմես ոնց եք հանդիպել։ Ես ուզում եմ ես ինքս վերջերս իմացա քո պատմությունից, բայց ուզում եմ անպայման նաև մեր հանդիսատես իմանա, խնդրում եմ լուսաբանես մեզ։ Ուրեմն դե չէր կարող արվեստ անտարբեր անցնել մեր ճակատագրերով, մեր անձնական կյանքով, ինչպես բոլորի կյանքերում ինձ թվում է արվեստագետների արվեստն է մեզ միացրել իրար։ Հայաստանում նոր խումբ պետք է ստեղծվեր հայ համերգինքից Եվ խնդրել էին քո հայրիկին, մեր տաղանդաշատ Ռաշիդ Կարապետյանին, որ աղջիկների խումբ հավաքի, տղաների խումբը արդեն կար երաժիշտների, իրենց պետք էր աղջիկների պարախումբ հավաքել։ Ինձ եւ մի քանի մյուս ընկերուհիներին պապատ առաջարկեց, որ եկեք գնանք այսինչ տեղը, հանդիպենք ղեկավարի հետ, արդեն նվագախումբը կա, մնում է պարախումբի աղջիկները, գնանք այնտեղ Եվ այնպես ստացվեց, որ պապատ տարավ մեզ համալիրի համերգասրահ, տղաները արդեն նստած էին, մտանք այնտեղ եւ այսպես ծանոթացան շատ աղջիկներ, շատ տղաների հետ եւ սկսեցին փորձերը, սկսվեցին համերգները եւ այլն եւ այնպես ստացվեց, որ Դանիելյանի խումբները, թե։ Եվ դե փորձերից հետո, ինչպես սովորույթ, բոլորս միասին գնում էինք սրճարան սուրճ խմելու եւ այդպես մտերմացանք ավելի տաքացան հարաբերությունները, որոնք հանգեցրին ամուսնության։ Էլի պապատ է առիթ հանդիսացել ձեր որ այո մենք կյանքի
ճանապարհները կարծես մի ուղղությամբ գնալու համար։ Այո, դե այդպես երևի դու էլ մոռացել էիր, բայց միշտ մենք հիշում ենք, որ արվեստն է միացել եւ ինչպես մեր շատ ընկերուհիների կյանքերում շատերիս ամուսինները երաժիշտներ են։ Այո, իմ ամուսինը նույնպես երաժիշտ է, փաստորեն այո, կյանքի ճանապարհները տանում են այնտեղ, որտեղ պետք է տանեն։ Միգուցե դա այդպես ճիշտ է, որ մենք իրար հասկանում ենք, հավանաբար եթե տարբեր մասնագետներ լինեն, գուցե չկարողանանք հասկանալ, որովհետև ինչպես ասած դժվար է, արվեստագետի կյանքը դժվար է, լեցուն խոչընդոտներով, ելևեջներով, այո, պետք է հասկանանք իրար։ Կամաց ասում եմ Մերուժան, բոլոր ոնց ես դիմացել որ ասում։ Շատ լավ, սիրելիներս, եւ վերջում ուզում եմ երկու հարց տալ ձեզ, քանի որ կարծես ձեր կյանքի կես մասը արարել, ստեղծագործել եք հայրենիքում, այսօր արարում ստեղծագործում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում, անշուշտ բոլորիս շատ հուզում եւ անհանգստացնում է մեր հայրենիքի ցանկացած իրավիճակ, ցանկացած պես խոչընդոտ, ինչ կփոխեիք, ինչ կվերափոխեիք մեր հայրենիքում, որ այն ավելի վառ, հետաքրքիր, լուսավոր եւ խաղաղ լիներ։ Մաղթում եմ, որ խաղաղ երկինք լինի, Հայաստանը ապահով լինի, ինքնուրույն լինի, լավ ղեկավարներ ունենանք, որպեսզի ժողովուրդը չփախնի Հայաստանից։ Դժբախտաբար այսօր դա ենք տեսնում։ Կուզեմ խաղաղ երկինք եւ Աստծո օրհնությունները լինեն մեր երկրի, մեր ժողովրդի վրա, բոլորը ճանաչեն Աստծուն, իմանան ճիշտը սխալից, կարողանան ճիշտ ապրել, աստվածաշնչային օրենքներով շարժվել, աղոթք անել, Հիսուսին կանչել որպես Տեր։ Միգուցե մեր երկրի վիճակը կփոխվի, եթե ազգովի աղաղակենք, աղոթենք, Աստծուն կանչենք եւ խաղաղ երկինք մեր երկրում լինի, դա եմ մաղթում մեր երկրին։ Ձերց չես կարողանում մնալ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում ապրելով, նաև ինչ որ մի բան տարվա մեջ անել, արարել, ստեղծել նաև քո հայրենիքի համար։ Ուզում եմ մի փոքրիկ մաս ասել ինձանից, երբ որ մի քիչ երկար ժամանակով ամեն տարի մեկնում եմ հայրենիք, փորձում եմ այն ինչ որ այնտեղ եմ բեմադրել, մյուզիկլներ փոքրիկ բերել այստեղ տեղադրել, ուսուցանել եւ եթե այստեղ եմ ունեցել, այսօր փոխանցել, վերջին անգամ ունեցանք Ղարաբաղի երեխաների համար մեծ մանկական ներկայացում էր, հեքիաթ էր, որ ուսուցանում էր ինչպես ապրեն կյանքում, որ չսխալվեն։ Վստահ եմ, որ դուք էլ ունեք ձեր ուրույն արած աշխատանքները, խնդրում եմ լուսաբանեք, ինչ եք արել, որպեսզի հայրենիքում ավելի բարգավաճ ապրեն մարդիկ կամ միգուցե համերգներ եք ունեցել։ Մի քանի բան կարող եմ հիշել, մանկատան երեխեքի համար համերգ կազմակերպվեց, ես էլ նվագեցի, անուններ չունեին։ Եվ այդ մասնակիցները ամեն մեկը մի երեխու իր անունը դրեց, ես էլ մեկին մաս կազմեցի։ Անվանակոչեցիր Մերուժանով։ Հա, հիմա մեծ մարդիկ են երևի դա մեծ են դառել արդեն 10 տարի առաջ։ Ու միջև հիմա ինձ ասում են, գիտեմ որ պիտի նվագեմ, այդպես տեղեր, որտեղ ես անմնացորդ նվիրվում ես, չես մերժում ոչ մեկին։ Չէ, ես իմ երաժշտությունը չեմ գնահատում միլիոն կամ քանի միլիոն։ Աստված տվել է այդ պարգևը, ես բոլորին եմ նվիրում ես։ Ինչքան հա, տենց էլ ապրում եմ իմ կյանքը։ Մի պատմություն հիշեցի, հետաքրքիր պատմություններ, երբ իմ ապարելու տարիներն էին, ավելի երիտասարդ էի, մենք բարեկամություն համույթով Հնդկաստանում գաստրոլների էինք եւ ներկա եղանք մի իրավիճակի, որտեղ հայ զավակները, էլի ծնողազուրկ երեխաները մանկատնից Հնդկաստանը վերցրել էր այնտեղ կրթություն էր տալիս այդ երեխաներին, փոքր էին 10 տարեկան երեխաներ էին եւ այդ երեխաները կնքված չէին, որոշեցին, որ բարեկամության համույթի բոլոր արտիստները պետք է խավոր լինեն այդ երեխաներին։ Ես հիշում եմ, թե այդ գիշերվա ողջավորությունը մեր տղաները 15 երեխա պետք է կնքեին, ասեն շատ լարված հագուստները բերել էին, աղջիկներ հարթուկեք մենք, ես իմ կյանքում խավոր չեմ եղել, ախր շուտ ասեին, խաչեր կպատրաստենք, բայց շատ ողջավորված վիճակ էր, որ այսպես որպես հայ զավակների խավոր կանգնեցինք Հնդկաստանում եւ շատ ավելի մեզ համար զգացողականությամբ մի տեսակ մի քիչ ճնշող էր, որ վերջում երբ մեր մեքենան շարժվում էր, այդ երեխաները խփում էին այդ ավտոբուսին, գոռում էին Խավոր Վարդան, Խավոր Միքայել, ասենց ամեն մեկի անունները ու նամակներ էին տալիս։ Այս կտանես մամայիս, ուր որտեղ չգիտես, բայց
դեպքեր, որ հիշեցինք, որ հայրենիքից դուրս նաև ոնց որ հուզումնալից պահեր են լինում, ինչպես որ դու ունեցել ես մանկատանում։ Մեր ներդրումը, ինչպես Մերուժան ասեց, երեխաներ կրթելն է։ Իմ ներդրումն էլ հայ երեխաներին լեզու, գրականություն սովորեցնելն է։ Հիմնականում իմ գործունեությունը այստեղ է, մեր հայ երեխաներին կրթում ենք թե հայերեն, թե անգլերեն, որպեսզի իրենք էլ մեծանան գիտելիքներով լեցուն, լեզուներով լեցուն, իմաստությունով լեցուն եւ հետագայում իրենք այդ կրթությունը տանում են Հայաստան, փոխանցում են այնտեղ։ Դա երևի իմ փոքրիկ ներդրումն է նրանց կյանքերում։ Այո, փոքրիկ չէ Հասմիկ ջան, ես նաև մեր Character Dance ստուդիոյում ունեմ շատ երեխաներ, որոնք քեզ մոտ են կրթվում եւ հպարտություն եմ ապրում, երբ քո անուն ազգանունը նրանք տալիս են եւ ասեն շատ խանդավառ, շատ սիրով են խոսում քո մասին, դա էլ խոսում է քո արդեն մանկավեժական, կարծես թե ձիրքի մասին։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Շատ հաճելի էր, մենք էլ ենք շնորհակալ։ Թող ձեր հաղորդումը հարատևի։ Ավելի լավ մարդիկ կան մասնակցին։ Բոլորն էլ լավն են, բոլորն էլ հայ են։ Անչափ շնորհակալ եմ այսքան գեղեցիկ զրույցի համար։ Ավարտելով հաղորդաշարը, սիրելի հետևորդներ, ուզում եմ, որ բոլորս, ինչպես ասում են Մերուժան Մարգարյանի ջութակի ելևեջների նման ներդաշնակ լինենք, զգանք մեկս մյուսին եւ գնահատենք պահպանելով մեր ազգային արժեքները։